Հունիսի 20-ին ժամը 8-ից 9 ընկաժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի ներքին հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել ներքին հանդի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, ասվում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա, այս մասին տեղեկացրել է նրա խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերիս Էքինջին։ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կկայանա Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, տեղեկացրել է Բաղդասարյանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովին։ Իհարկե ցավալի է, բայց Հայաստանը այնուամենայնիվ ներկա կլինի տեսակոնֆերանսի միջոցով։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարևոր անդամ լրագրողներին ասել է Պեսկովը։ Նրա խոսքով Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցությունից մեծ դիվիդենդներ է ստանում ազգային տնտեսության համար։ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ամեն տարի վստահորեն մի քանի տոկոս է ավելացնում Հայաստանի տնտեսության աճին, նշել է նա։ Հիշեցնենք, Երևանի եւ Մինսկի հարաբերություններում լարվածություն է առաջացել Բելարուսի նախագահի կողմից Ղարաբաղյան պատերազմի արդյունքների վերաբերյալ գնահատականներից հետո։ Ավելի ուշ Փաշինյանն ասել է, որ Բելարուսի ղեկավարը փաստացի խոստովանել է, որ օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին եւ արգելել պաշտոնյաներին մեկնել Բելարուս, քանի դեռ Ալեքսանդր Լուկաշենկոն այնտեղ նախագահ է։ Երևանը հետ է կանչել նաեւ իր դեսպանին։ Արդեն երրորդ անգամ կայացող այս միջազգային համաժողովը վերածվել է կարևոր հարթակի համախմբելու երկրների կառույցների եւ անհատների ջանքերը սոցիալական արդարության համար։ Այս մասին միավորվելով հանուն սոցիալական արդարության համաժողովին ասել է նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահի խոսքով 21-րդ դարի մարտահրավերների պայմաններում, երբ աշխարհը վերաիմաստավորում է աշխատանքի դերը, արդյունավետությունն ու ներառականությունը, սոցիալական արդարության հարցը մշտապես հրատապ է մնում։ Այդուհանդերձ մեզ համար սա ոչ թե տեսական կամ կարգախոսային հարց է, այլ պետական քաղաքականության առանցքային բաղադրիչ։ Հայաստանի համար սոցիալական արդարությունը հավասար հնարավորությունների, մարդկային արժանապատվության եւ հանրային համերաշխության հիմքն է։ Մենք հավատացած ենք, որ ոչ ոք չպետք է դուրս մնա արժանապատիվ աշխատանքի հնարավորությունից եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կարողանա իր կարողություններն ի գործ դնել արժանավայել կերպով մասնակցելու հանրային կյանքի բոլոր հարթություններին, ասել է նա։ Նա նշել է, որ մենք որպես պետություն գիտակցում ենք մեր պատասխանատվությունը առաջ մղելու այնպիսի քաղաքականություններ, որոնք խթանում են զբաղվածությունը, պաշտպանում աշխատողի իրավունքները եւ կերտում ներառական աշխատաշուկան։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Լիաննա Եդիգարյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրի համագործակցության շրջանակում արձանագրվող թվերը անկասկած վկայում են, որ մենք առևտրի ոլորտում ունենք ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նշել է, որ ռուսական կապիտալի ներկայությունը Հայաստանում ուրախացնում է եւ խթանում հարաբերությունների զարգացումը։ Սա վկայում է, որ պետք է հետագայում էլ զարգացնենք այդ հարաբերությունները։ Անկասկած կան նաեւ շատ խնդիրներ։ Շուկան իր ծավալներով մեծ է, սինխրոնիզացվելու համար մեզանից հավելյալ ջանքեր են պահանջվում։ Վստահ եմ, որ հայաստանցի արտադրողները կարող են արտադրել մրցունակ եւ այդ թվում ռուսաստանցի սպառողների կողմից պահանջարկ վայելող արտադրանք։ Այս առումով պետք է ավելի շատ մտածենք լոգիստիկայի մասին, ասել է Մհեր Գրիգորյանը։ Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել փախստականների համաշխարհային օրվա առիթով, որում ասվում է մեջբերում եմ։ Հունիսի 20-ը նշվում է որպես փախստականների համաշխարհային օր, ստեղծելով եւս մեկ առիթ բարձրաձայնելու փախստականների եւ ապաստան հայցողների հիմնախնդիրները, ինչպես նաեւ կարեւորելու նրանց իրավունքների պաշտպանությունը։ Փախստականների, ապաստան հայցողների եւ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքային ուղղություններից է։ Այս աշխատանքը ներառում է ոլորտային վերլուծություններ, զեկույցներ, միջպետական եւ միջազգային կառույցների հետ համագործակցություն, ինչպես նաեւ իրազեկվածության բարձրացման նախաձեռնություններ։ Այս համատեքստում հատկապես կարեւոր է վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրներին արձագանքելուն ուղղված գործունեությունը։ Պաշտպանը հետևողականորեն շարունակում է բարձրացնել նրանց իրավունքների պաշտպանության հարցերը,
ընդգծելով միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման եւ խախտված իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը։ Ցավոք, այսօր աշխարհում փախստականների թիվը շարունակաբար աճում է։ Դրա վկայությունն էին նաեւ 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունները, որոնք հանգեցրեցին Լեռնային Ղարաբաղի ողջ էթնիկայության տեղահանմանը, ստեղծելով խորը մարդասիրական ճգնաժամ։ Այս իրողությունները ստիպում են վերանայել ու կատարելագործել իրավունքների պաշտպանության գործիքակազմը, ապահովելու բռնի տեղահանվածների, փախստականների եւ ապաստան հայցողների հիմնարար իրավունքների լիարժեք իրացում։ Պետական կառույցները, քաղաքացիական հասարակությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ներգրաված բոլոր կազմակերպությունները պետք է միավորեն ջանքերը այս մարդկանց արժանապատիվ եւ ապահով կյանքը երաշխավորելու համար։ Մեջբերման ավարտը։ Աբովյան քաղաքի բակային հատվածներում մեկնարկել են խաղահրապարակների բարեկարգման աշխատանքները։ Աբովյանի քաղաքային տնտեսությունը օրերս նորոգման վերակառուցման աշխատանքներ է իրականացրել Հանրապետության 15 շենքին հարակից խաղահրապարակում։ Կատարվել են ցանկապատման, խաղասարքերի վերանորոգման, ներկման, նստարանների տեղադրման աշխատանքներ, տեղեկատվում են Աբովյանի համայնքապետարանից։ Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է պայմանավորված կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաեւ նույնականացման քարտերի տպիչ 2 սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը եւ վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել են նույնականացման քարտի 131,104 դիմում, որից տպագրվել է 120,066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11,038 նույնականացման քարտ։ Հերթագրման համակարգում սպասում է 52,160 քաղաքացի, որից 40,645-ը Երևանում։ 2024 թվականին նույնականացման քարտ է ստացել 161,000 անձ։ Սա 2.5 անգամ շատ է 2023 թվականի ցուցանիշից։ Ստացվում է, որ 2025 թվականի հունիսի դրությամբ ցուցանիշը գրեթե մոտենում է անցած տարվա սպասարկման ծավալներին։ Նախաձեռնել ենք մի շարք լուծումներ, որոնք որ մեզ թույլ կտային թողունակությունն ավելի ընդլայնել, նույնականացման քարտերի տպագրության եւ կարողանայինք ավելի մեծ ծավալ սպասարկել մեր քաղաքացիներին, եթե այսօրվա կտրվածքով նայենք, օրական շուրջ 1000 նույնականացման քարտի սպասարկում կարող ենք ունենալ, բայց այս թիվը արդեն իսկ ենթակա է լինելու կրկնապատկման, որովհետեւ մենք ձեռք ենք բերել 2 նոր տպագրական սարքերի համար նախատեսված լազերային համակարգ, որը թույլ կտա ավելի արագ տպագրություն իրականացնել նույնականացման քարտերի եւ ըստ այդմ թողունակությունն ավելի մեծացնել այս տեսանկյունից։ Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, այդ թվում օրենքով սահմանված ժամկետների պահպանման համար միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը ներկայումս աշխատում է առանց հանգստի։ Կարող ենք արձանագրել, որ կուտակումների հետևանքով քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնողներն ուսումնասիրել են էլեկտրոնային հերթագրումների օնլայն հարթակը եւ հայտնաբերել են հերթագրումներ նույնականացման քարտ ստանալու համար այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ ունի վավեր նույնականացման քարտ։ Քաղաքացիներին հորդորում ենք, եթե չեք կորցրել ձեր նույնականացման քարտը եւ այն վավերական է, չեղարկեք ձեր էլեկտրոնային հերթագրումը նույնականացման քարտ ստանալու համար։ Հորդորում ենք չեղարկել հերթագրումը նաեւ այն դեպքերում, երբ ունեք էլեկտրոնային կրիչով վավերական նույնականացման քարտ, սակայն կորցրել եք PIN եւ PUK գաղտնաբառերը։ Տվյալ պարագայում անհրաժեշտ է մոտենալ բջջային օպերատորին եւ ակտիվացնել բջջային էլեկտրոնային ստորագրությունը։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տարածքային ստորաբաժանումներում կան բազմաթիվ կուտակված թողարկված նույնականացման քարտեր, որոնք տարիներ շարունակում են մնալ տարածքային ծառայություններում։ Առաջարկում ենք մոտենալ այն տարածքային ստորաբաժանում, որտեղ դիմել եք նույնականացման քարտ ստանալու համար եւ վերցնել արդեն իսկ թողարկված նույնականացման քարտը։ Եթե դեռ չունեք նույնականացման քարտ, ապա անհրաժեշտ է մուտք գործել migration.egov.am կայքի նույնականացման քարտի տրամադրում բաժին, ընտրել ազատորն ու ժամը եւ մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաեւ կենթանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ձեզ հարմար ցանկացած տարածքային ստորաբաժանում եւ տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել, սպասել ու սպասարկվել։
2025 թվականի հունիսի 10-ից 12-ն ընթացող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մարդու իրավունքների հարցերով 1531-րդ հանդիպման արդյունքով նախարարների կոմիտեն վերջնական որոշմամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության դեմ ընդհանուր թվով 7 վճիռների կատարման վերահսկողությունը, հաշվի առնելով այդ գործերի առնչությամբ մարդու իրավունքների եվրոպական դատարանի արձանագրած խախտումները վերացնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության իրականացրած անհատական եւ ընդհանուր միջոցառումները։ Կառավարությունը հաստատել է մի ծրագիր, որով անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անդամներին հնարավոր կլինի ներգրավել վճարովի հասարակական աշխատանքներում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը։ Նախագծի շրջանակում գործատուներին, որոնք պատրաստ են այս խումբ քաղաքացիներին ներգրավել աշխատանքներում, պետությունը կաջակցի ամսական 21 օրվա աշխատանքի կտրվածքով 73,000 դրամի չափով։ Նախագիծը կիրառելի կլինի հետևյալ ոլորտներում՝ քաղաքաշինություն եւ ենթակառուցվածքներ, դպրոցների, մանկապարտեզների, սոցիալական հաստատությունների, մայթերի, այգիների, խաղահրապարակների վերանորոգում եւ բարեկարգում, սոցիալական եւ համայնքային ծառայություններ, միայնակ տարեցների եւ խնամքի կարիք ունեցող անձանց սպասարկում, գյուղատնտեսություն եւ անտառային տնտեսություն, մշակաբույսերի աճեցում, անտառապատում, ոռոգում, մշակույթ եւ զբոսաշրջություն, հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների, հարակից տարածքների եւ քայլարշավային արահետների մաքրում, կրթություն, ուսուցիչների օգնականների, տեխնիկական ու մասնագիտություն չպահանջող աշխատանքներ։ Գործատուն կարող է մասնակցել ծրագրին, եթե տվյալ ոլորտում գործունեություն է ծավալում առնվազն 3 տարի եւ ունի տարեկան առնվազն 10 աշխատող։ Ծրագրի տևողությունը սահմանվում է 3-ից 12 ամիս։ Գործատուն ծրագրում է ընդգրկված անձանց հետ կնքելով աշխատանքային պայմանագիր, իսկ պետությունը վճարում է աշխատանք կատարած յուրաքանչյուր օրվա համար 3500 դրամ, ասել է Ժամկոչյանը։ Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը կմասնակցի դպրոցականների բասկետբոլի լիգա մարզական խաղերի եզրափակիչ փուլին, փոխանցում են Կոտայքի մարզպետի աշխատակազմից։ Հունիսի 20-ին Միկա մարզահամալիրում կայացել է վարչապետի հովանու ներքո անցկացվող դպրոցականների բասկետբոլի լիգա մարզական խաղերի փլեյ-օֆ փուլը։ Կոտայքի մարզը ներկայացրել են Չարենցավանի թիվ 4, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցների հավաքական թիմերը։ Համառ պայքարի արդյունքում Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը հնարավորություն է ստացել մասնակցելու հունիսի 21-ին կայանալիք մրցաշարի եզրափակիչ փուլին։ 2025 թվականից շրջանառության հարկի դաշտում գործող առևտրական գործունեություն իրականացնող փոքր ու միջին բիզնեսը հարկերը կհաշվարկի նոր մեխանիզմով։ Փոփոխությունների արդյունքում շրջանառության հարկի դրույքաչափը 10% է սահմանվել, սակայն տնտեսվարողներն իրենց կողմից կատարված փաստաթղթավորված ծախսերի հաշվին ավելի քիչ հարկ վճարելու հնարավորություն ունեն։ Կատարված փոփոխությունների արդյունքում առևտրական գործունեություն իրականացնող տնտեսվարողները շրջանառության հարկի գումարը կարող են նվազեցնել ապրանքների սկզբնական արժեքի, վարչական եւ իրացման ծախսերի հանրագումարի 9.5%-ի չափով։ Ինչ է սա նշանակում, որ 10% շրջանառության հարկի փոխարեն իրենք կարող են վճարել ավելի քիչ հարկ, ընդհանուր վճարման ենթակա հարկը նվազեցնելով մինչև շրջանառության 1%։ Դիցուք, եթե առաջին երամսյակում առևտրական գործունեությունից ստացված եկամուտը տնտեսվարողի մոտ կազմել է 6 միլիոն դրամ, ձեռք բերված ապրանքների սկզբնական արժեքը 4 միլիոն դրամ է, իսկ այլ ծախսերը 1 միլիոն դրամ, ապա առաջին երամսյակում ծախսերի 9.5% նվազեցման արդյունքում շրջանառության հարկը 600,000 դրամի փոխարեն կկազմի 125,000 դրամ։ Սակայն պետք է հիշել, որ շրջանառության հարկի նվազագույն չափը եկամտի 1%-ից պակաս չպետք է լինի, այսինքն նվազեցումից հետո տնտեսվարողը շրջանառության առնվազն 1%-ը պարտավոր է վճարել որպես հարկ։ Իսկ կարգուվաճառք իրականացնող տնտեսվարող որ ծախսերը կկարողանա նվազեցնել։ Նախ եւ առաջ վերջինս կարող է նվազեցնել փաստաթղթերով հիմնավորված ապրանքների սկզբնական արժեքը, որն ընդգրկում է ապրանքների ձեռքբերման գինը, տեղափոխման ծախսերը, չփոխհատուցվող հարկերը եւ ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված այլ ծախսեր։ Բացի այդ, տնտեսվարողը նվազեցնելու հնարավորություն ունի նաեւ փաստաթղթերով հիմնավորված վարչական եւ իրացման ծախսերը, մասնավորապես աշխատակիցների աշխատավարձերը, տարածքների վարձակալության եւ կոմունալ ծառայությունների վճարները, տրանսպորտային միջոցների վարձակալության եւ վառելիքի ծախսերը, ինչպես նաև մարքեթինգային, հաշվապահական, իրավաբանական ծառայությունների կամ խորհրդատվությունների համար վճարվող գումարները։ Ծախսերի մեջ կարող են ներառվել նաև պոստտերմինալների միջնորդավճարները եւ ՀԴՄ սարքերի սպասարկման վճարները։ Իդեպ օրերս ՊԵԿ-ն ամփոփել է արգովաճառք իրականացնող տնտեսվարողներին ուղղված աջակցության ծրագրի առաջին եռամսյակի արդյունքները։ Վճարված շրջանառության հարկի եւ նույն ժամանակաշրջանում առևտրական գործունեությունից ստացված եկամտի
5%-ի տարբերության չափով գումար եւ լրացուցիչ աջակցություն ստանալու համար ոլորտի ներկայացուցիչները պետք է դիմում ուղարկեն կոմիտե եւ բավարարեն որոշ չափանիշների։ Առաջի եռամսյակի ամփոփված տվյալներով ասեմ, որ աջակցության ծրագրից օգտվելու համար պետական եկամուտների կոմիտեը դիմել է 106 տնտեսվարող, պետք ուսումնասիրել է բոլորի դիմումները, նրանք, որոնք որ բավարարել են կառավարությամբ սահմանված պահանջներին, իսկ դրանք թվով 71 տնտեսվարողներն են, դրանց համար հաշվարկվել է եւ վճարվել է աջակցության գումար շուրջ 30 միլիոն դրամ։ Հիշեցնենք, որ երկրորդ եռամսյակի համար աջակցությունից օգտվելու համար առևտրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարողները դիմումները հարկային մարմին պետք է ներկայացնեն մինչև օգոստոսի 1-ը ներառյալ, չմոռանալով դիմումին կից ներկայացնել նաև այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ապրանքային մնացորդի մասին տեղեկություններ։ Խթանելով հարկատուի կողմից ծախսերի պատշաճ փաստաթղթավորումը, նոր կարգավորումներով հնարավորություն է ստեղծում ձևավորելու առավել թափանցիկ եւ օրինական հարկային միջավայր։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինվորականները մի քանի օր առաջ կանխել են Իսրայելի կողմից Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի դեմ մահափորձը, X-ում հայտարարել է նախարարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը, Ժնևում Իրանի եւ եվրոպական եռյակի միջև բանակցություններից առաջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը ուրբաթ Ժնևում բանակցություններ կանցկացնի եվրոպական եռյակի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի հետ։ Բանակցությունները կկենտրոնանան Իրանի միջուկային ծրագրի վրա Թեհրանի եւ Թել Ավիվի միջև հակամարտության սրման ֆոնին։ Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 19-ից 20-ին համաձայն, որի բացահայտվել է 110 հանցագործության դեպք, 10 նախկինում կատարված, 6 հետախուզվող է հայտնաբերվել, կամավոր ներկայացել է 2-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք, ճանապարհատրանսպորտային վիճակագրության համաձայն, անցած 1 օրում գրանցված 10 ավտովթարի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Հունիսի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչպես հայտնում է Շամշյանքոմը, ժամը 3:10-ի սահմաններում Նիսան Մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բաժանարար գոտում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա դիտահորին եւ առաջ ընթանալով բախվել երկաթե Էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Արմենիա բժշկական կենտրոն։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվել է վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել եւ մոտ 30 մետր շպրտվել է, մոտ 25 մետր էլ շպրտվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակի երկաթե ձողը, հայտնվելով CPS բենզալցակայանի տարածքում, բախվելով քարին ու բետոնե սյանը։ Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում, որի ուժգնությունը զիջում է միայն այս տարվա սկզբին տեղի ունեցած 2 բռնկմանը։ Ուրբաթ հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Ակտիվ արեգակնային համար 4114 շրջանը, որն այս շաբաթ արեգակի վրա տեղի ունեցող իրադարձությունների մասին լուրերի կիզակետն էր, գիշերը առաջացրել է եւս մեկ պայթյուն, որը հունիսյան ակտիվության ալիքի ամենամեծ պայթյունն է եղել։ Ասվում է լաբորատորիայի Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Մոսկվայի ժամանակով ժամը 2:50-ին գրանցվել է ամենաբարձր ուժգնության բռնկումը, որին ընդունված միջազգային դասակարգման համաձայն շնորհվել է X1.9 մակարդակ։ Սա նշանակում է, որ սա 2025 թվականի երրորդ ամենահզոր բռնկումն է մայիսի 14-ի եւ փետրվարի 23-ի բռնկումներից հետո։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, մարզերում հունիսի 24-ից 25-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, հունիսի 21-ից 23-ին գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ, քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 18-ից 22 մետր վարկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը հունիսի 20-ից 3-ը բարձրացել է 2-ից 4 աստիճանով։